անվտանգություն, ինքնիշխանություն, վճռականություն, դիմակայունություն, Եվրամիությանն անդամակցություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ, վստահելի դաշնակիցներ, ազգային արժանապատվություն, միասնականություն, համերաշխություն, պատասխանատվություն, օրենքի գերակայություն, անկախ դատարան, կոռուպցիայի մերժում, բարձր աշխատավարձ, անվճար բարձրագույն կրթություն, հասանելի առողջապահություն, արժանապատիվ թոշակ, հանուն հանրապետության, քո ձայնը խորհրդարանում։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի ուղիղ եթերում մեր հերթական քննարկումն է։ Առաջիկայում եվրոպական գագաթնաժողովներն են։ Մենք արդեն դրա մասին խոսում ենք հոգնակի թվով, ինչու, որովհետև լինելու է երկու միջոցառում համատեղված, առաջինը դա եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովն է եւ հենց այդ առիթն էլ հարմար համարելով եւ համադրելով անցկացվելու է նաև պատմության մեջ առաջին Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը։ Ինչպես հայտնի է, եվրոպական քաղաքական ընկերակցությունը ավելի լայն ձևաչափ է, քան Եվրամիությունը որպես այդպիսին, չնայած այնտեղ խոսքը ինստիտուտների մասին է, իսկ սա միայն ձևաչափ է, որ ըստ կրկնում է ԵԱՀԿ-ի ձևաչափը մինուս Ռուսաստան, մինուս Բելարուս եւ մինուս Միացյալ Նահանգներ։ Սա ֆրանսիական դիվանագիտության, այսպես ասենք, զավակն է, դիվանագիտական զավակն է եւ կոչված է եվրոպական մայրցամաքում հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները եւ այն տրանսֆորմացիաները, որոնք կան միջազգային հարաբերություններում, երկխոսության մի ձևաչափ սահմանել եւ տարին երկու անգամ հանդիպել եւ ըստ ամենայնի դա ինչ որ սաղմնային մի ձևաչափ է ապագա ֆորմատների համար։ Չնայած զուգահեռաբար Եվրոպայում էլ տրանսֆորմացիաներն ընթանում են իրենց տրամաբանությամբ, հենց ռուսներն էլ են տրտնջում, որ նախկինում գերազանցապես տնտեսական միավորումը վերածվում է ռազմավարականի, ռազմաքաղաքականի, եւ դա ճշմարտություն է։ Հաշվի առնելով այն պատերազմը, որը հանցավոր կերպով վարում է Ռուսաստանը ընդդեմ սուվերեն Ուկրաինայի, խախտելով Ալմաթիի հռչակագրի այն դրույթները, որի տակ կա հենց Ռուսաստանի ստորագրությունը։ Շատ կարևոր է ֆիքսել այս պահի դրությամբ, թե ինչ վիճակում են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները այդ գագաթնաժողովներին ընդառաջ եւ ինչու են Մոսկվայում այսքան անհանգստացած։ Իսկ Մոսկվայում շատ լուրջ են անհանգստացած, Մոսկվան դիմում է քայլերի, որոնք համադրելով իրար ընդհանուր համայնապատկերում ուղղակի ստացվում է մի մեկնարկ, մի երևույթի, որը կոչվում է ուղղակի էմբարգո, էլ ջերմուկ։ Մենք հիմա տեսնում ենք նաև հեղուկ գազի հետ խնդիրներ, որովհետև վերին լարսում հերթեր են եւ հեղուկ գազով բեռնված բեռնատարները չեն կարողանում մուտք գործել այդ անցակետով, իսկ էկոնոմիկայի նախարարությունն էլ այսօր հաղորդագրությամբ հանդես եկավ, կոչ անելով չտրվել ինչ-որ խուճապային տրամադրությունների եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին, նաեւ հավաստիացումներ, որ ամեն ինչ արվում է այդ խնդիրը լուծելու համար։ Բացի դրանից էլ հենց Մոսկվայում մենք մեր նախորդ քննարկումներին արդեն անդրադարձանք այն խաժամուժի հավաքին, որը Մոսկվայում տեղի ունեցավ իբր ապրիլի 24-ին նվիրված, բայց ըստ էության այդ ամենը ուղղակի կազմակերպված էր Հայաստանում ընտրություններին ընդառաջ եւ ընտրությունների վրա ազդելու համար, բնականաբար Ռուսաստանի շահերից ելնելով եւ հաշվի առնելով այդ կազմը նաև ոտնատակ տալու Հայաստանի շահերը։ Այսպես կոչված
Ռուսաստանի հայերի միության նախագահն էլ շատ հստակ նշեց, թե ում է ինքը սատարում եւ անուններով. Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, ասելով, որ նրանք ընդդիմադիրներ են եւ ինքը բարեկամներին զանգահարում է, որ սատարեն նրանց առաջիկա ընտրությունների ժամանակ, նաեւ հոխորտաց, որ ղեկավարությունը Հայաստանի դեռ պատասխան կտա։ Այսպիսի իրավիճակ ակնհայտ է, որ այդ տեքստերը ուղղակի վիզա են ստացել Ռուսաստանի նախագահի աշխատակազմում, հակառակ դեպքում հրապարակայնորեն դրանք չէին արտաբերվի, որովհետև այնտեղ ճանճնել չի տզում առանց հավանության, իսկ տզզալու դեպքում էլ շարունակում է տզզալ միայն բանտում։ Հետևաբար մենք պետք է այստեղ որևէ իլյուզիաներ չունենանք, բայց դառնանք մեր գլխավոր թեմային, փորձենք հասկանալ ինչպիսին է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ներկայիս փուլում, ներկա քաղաքական պահին, այսօրվա մեր քննարկման մասնակիցներն են մեր Հանուն Հանրապետության կուսակցության ցուցակի տեխնացու անդամներ, Թաթուլ Հակոբյանը, Հայաստանի առողջապահության նախկին փոխնախարար եւ առողջապահության համաշխարհային կազմակերպության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, բարև ձեզ, Թաթուլ, փաստաբան Լուսինե Զեյնալյանը, ողջույն Լուսինե, եւ Հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլդ Բլեյանը, ողջույն Արնոլդ։ Բարի երեկո։ Կվարեմ եւ կմասնակցեմ նաեւ ես Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանս։ Սկսենք արձանագրումներից, հա, ասենց մի հատ գույքագրենք, Արնոլդ, մենք ունենք ՍԵՊԱ, որը ստորագրվեց դեռ 17 թվականին, այն 13 թվականի վթարից հետո եւ այսպես մնացորդային սկզբունքով, այսինքն քաղաքական մասը պահպանվեց, մի քիչ էլ խորացվեց ստանդարտից, հա, այսպես ասենք, բայց դուրս բերվեց ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը DCFTA-ը, որովհետև Հայաստանն արդեն անդամակցում էր ԵԱՏՄ-ին, որտեղ մեզ բերման էին ենթարկել կամ թրաֆիկինգի էին ենթարկել, բայց դա մենք այդպես նախանձախնդիր ձևով չենք էլ կատարել ամբողջությամբ, բայց Հայաստանը եւ Եվրամիությունը ստորագրեցին նոր օրակարգ, ռազմավարական, հա, եւ հիմա էլ քաղաքական հայտարարություններ են հնչում, որ մեր հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել Եվրամիության հետ։ Գումարած Հայաստանն օրենք ընդունեց, ընդ որում մեր կուսակցությունը նախաձեռնողներից մեկն էր իշորս այլ կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ Եվրաքվեի նախաձեռնության, որի անդամ ենք եւ դուք եւ ես, դա դարձավ օրենք եւ հիմա մենք շարժվում ենք այդ ուղղությամբ, բնականաբար Ռուսաստանի կողմից այսպես կոշտ հակազդեցության պայմաններում, խնդրեմ։ Եվ շատ կարևոր է ֆիքսել, որ այդ բոլորի արդյունքում շահել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին իր մաշկի վրա զգացել է, թե ինչ է նշանակում Հայաստան-Եվրոպական միություն սերտ համագործակցությունը։ Ինչ է պետք Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացուն, դա կյանքի բարելավում, կենսամակարդակի բարձրացում, նորմալ կրթություն, նորմալ ճանապարհներ, նորմալ թարապես առողջական, խոսել արդեն պարոն Հակոբյանը, առողջապահություն եւ այդ բոլոր հնարավոր զարգացումները մենք կարող ենք ունենալ միայն սերտ համագործակցելով Եվրոպական միության հետ, ինչու, որովհետեւ Եվրոպական միության անդամ պետությունները ցույց են տալիս իրենց սեփական փորձով, որ դա հնարավոր է անել արագ եւ հնարավոր է դրա արդյունքում ունենալ տնտեսական աճ, գործազրկության նվազում, մենք խոսել ենք մի քանի հաղորդում առաջ հենց այդ ցուցանիշների մասին, զուգահեռներ ենք անցկացնում ԵԱՏՄ-ի անդամակցության հետ եւ թարապես մենք կարող ենք խոսել, թե քանի տարի մենք կորցրեցինք, պատկերացնում եմ, թե մենք ուր հասած կլինեինք, եթե 2013 թվականին մենք ստորագրեինք DCFTA-ը, եթե երրորդ նախագահը օրինակ չհանձնվեր
չհավատար այդ սպառնալիքներին, որովհետև ի վերջո այդ սպառնալիքները Ռուսաստանը այսպես թե այնպես գործեց, որովհետև 3 տարի անց 2016-ին մենք ստացանք արդեն պատերազմ քարորյա։ Այսինքն դες ասացին, որ այ դուք չմտնեք մաքսային ներողություն չստորագրեք DCFTA-ը, Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիրը, մասնակցեք մաքսային միությանը, մեզ նաև իդեպ խոստացավ, որ մենք կլինենք ԵԱՏՄ-ի հիմնադիր անդամը, դա մեզ թույլ չտրվեց, իրենք երեքով որոշեցին դառնալ հիմնադիրը, հետո մենք Ղրղստանի հետ միացանք, բայց մենք չստացանք այդ անվտանգային հովանոցը, մենք չստացանք այդ տնտեսական դիվերսիֆիկացիան, այդ մեծ 180 քանի միլիոնանոց շուկան, որ մեզ ասում են մենք ներթափանցենք, սա կլինի, նա կլինի, դա տեղի չունեցավ։ Հիմա էլ մաքսատուրքերի մասով մինուսով ենք։ Այո, մենք շարունակեցինք ավելի շատ մաքսատուրք ենք հավաքում եւ հանձնում Մոսկվա, քան այնտեղից մեր կվոտայով ստանում։ Եվ մեր խանութներում բոլորս էլ հաճախում ենք սուպերմարկետներ եւ տեսնում ենք թե ինչքան շատ ռուսական արտադրության ապրանք կա, հա, սննդային հիմնականում, չգիտեմ, ձեթ եւ այլն, եւ դա խնդրահարույց է, որովհետեւ մենք գիտենք, որ դա բացօրակ արտադրանքի մասին մենք չենք խոսում, որովհետեւ այնտեղ չեն գործում նորմալ ստանդարտներ, իհարկե կան ԵԱՏՄ ստանդարտներ եւ այնպես չէ ԵԱՏՄ ստանդարտները շատ մեծ տարբերություն են ԵՄ-ից, շատ ժամանակ դրանք copy paste են, բայց ուղղակի այդ ստանդարտներին հետևողներ չկան։ Գումարը տալիս է, կաշառք են տալիս, այդ ստանդարտները մոռանում են։ Ընդ որում երբ պետք է այդ Ռոսսոլ ոնց է կոչվում, Ռոսսելխոզնadzor հիշի, որ օրինակ այս ստանդարտերին չեք համապատասխանում, ինչ որ ցուպիկ կգտնեն եւ այլն, կօգտագործեն մեր դեմ որպես շանտաժ։ Ջերմուկի մեջ էսենցիա, ընդ որում իրենք գտնում են, բայց նախարարի մենք նույնիսկ տեղեկացվել չենք եղել, որ ինչ որ խնդիրներ կան դրա հետ կապված, մենք նոր ենք իմանում։ Այսինքն շատ կարեւոր է, որպեսզի շարքային քաղաքացին բոլորս մենք չվախենանք, չտրվենք այդ բաների, որովհետեւ շատ ավելի լուրջ ես այսպես ասած ճնշումների եմ սպասում Ռուսաստանի կողմից, թե տնտեսական, թե քաղաքական, թե նաև փողոցային իրենց արդեն ներկա այս 5-րդ շարասյան ներկայացուցիչների միջոցով, ընդ որում թե հետընտրական հնարավոր սցենարներ լինեն, բայց մենք այլ ճանապարհ չունենք, հասկանում եք, մենք պետք է հասկանանք, մենք չունենք այլ ընտրանք։ Չենք կարող ասել, իսկ միգուցե մենք պետք է այնուամենայնիվ հանձնվենք Ռուսաստանին եւ թող նա մեզ տիրի։ Դա ճանապարհ չի։ Դա ճանապարհը դեպի մահ, դեպի կործանում, ընդ որում դեպի պատերազմ, արդեն մենք որպես մսաղացուկ ուղարկվենք Ուկրաինա, Դոնբաս պատերազմելու, մի պատերազմ, որտեղ մենք գոյություն չունենք, չպետք է այնտեղ լինենք, այնպես ինչպես օրինակ Եզրաս Ներսիսյանն է ուղարկում մեր հայրենիներին Ռուսաստանից։ Ընդ որում Արաբյանն էլ ասում էր, որ հայ ժողովուրդը ակտիվորեն մասնակցում է եւ մասնակցելու է սպեցօպերացիային։ Հասկանում եք, իրենք իրենց վատել չեն զգում, որ իրենք ուղարկում են մեր ռուսահայերին պատերազմի, հասկանում եք, եւ լռում է Եզրաս Ներսիսյանը, նորից լռում է Գարգին կաթողիկոսը։ Չի լռում, օրհնում է, բայց չի հակադարձում, այլ հակառակը, օրհնում է այդ ամենը։ Գարգին կաթողիկոսը չի խոսում, նա առ այսօր որևէ հայտարարություն չի արել ուկրաինահայ մեր համայնքին, որ 500,000-անոց համայնք ունենք Ուկրաինայում։ Առ այսօր որևէ հայտարարություն չի եղել, հայը դուք եք։ Չեն օրհնել, շուտ ցավակցություն եւ այլն աշխատանք, բայց գալով Եվրոպական միության Հայաստան հարաբերություններին, ընդ որում նաեւ այդ ժամանակ մենք ունենալու ենք Հայաստան-Ֆրանսիա առանձին հանդիպում, ունենալու ենք ռազմավարական համագործակցության խարտիայի ստորագրում, վերջապես շատ ենք խոսել դրա մասին, հիշում եք մի քանի տարի մենք սպասում ենք, որ Մակրոնը պետք է գա եւ վերջո դա տեղի ունենում, շատ եմ կարևորում նաեւ որ Կանադայի վարչապետն այցելելու Հայաստան։ Իդեպ այսօր այո հայտնենք մեր հեռուստադիտողներին, որ Եվրահանձնաժողովը հաղորդագրությամբ հանդես եկավ, որ առաջին անգամ այս եվրոպական ընկերակցության գագաթնաժողովին ոչ եվրոպական երկիր Կանադան է հրավիրվում։ Եվ հանձինս վարչապետ Քարնի
Եվ դա շատ կարևոր է, դա ցույց է տալիս, որ Կանադան ուզում է մաս կազմի այս նոր ձևավորվող եվրոպական անվտանգային էկոհամակարգի, եւ դա շատ կարևոր, որովհետեւ Կանադան կարող առանցքային դեր կատարել։ Կանադան, Միացյալ Թագավորությունը, մենք գիտենք, որ տեղեկատվություն կա, որ վարչապետ Ստարմերը նույնպես գալու է, ժամանելու է Երևան։ Սա Հայաստանի համար մի նոր հնարավորություն է, որպեսզի այս ճահճից, անվտանգային ճահճից, որի մեջ մենք եղել ենք առնվազն 91 թվականից ի վեր, վերանկախացումից ի վեր, մենք իրապես մաս կազմենք եւ ես հույս ունեմ, որ Հայաստանը, Վրաստանը, նույնիսկ Ադրբեջանը այդ ամենին այդ նոր էկոհամակարգի մաս կկազմեն, որովհետեւ մեր շահերից է բխում, որ նաեւ մենք փոխը կապակցված լինենք թե տնտեսական, թե նաեւ անվտանգային պարտավորություններով, որը կստիպի երկկողմ եւ բազմակողմ ձևաչափերով անմաս մնալ տարատեսակ ինչ որ ռազմական եւ հիբրիդային հարձակումներից։ Լուսինե, Եվրամիության հետ հարաբերությունները խիստ բազմաշերտ են եւ բազմահուն, այսպես, եւ այդ տրամաբանության մեջ ներկայումս Հայաստանը բանակցային գործընթաց է սկսել առանց վիզաների ռեժիմի հաստատման ուղղությամբ եւ այսօր ներկայացվեց մեր նոր բիոմետրիկ անձնագիրը, կենսաչափական անձնագիրը, հայտնի է, որ ֆրանսիական ընկերություն է այն տպելու եւ մենք այս աշնանից արդեն կսկսենք դա ստանալ, արդեն նմուշնել էր պատրաստ, այսօր ցուցադրվեցին, նաեւ այդ շրջանակներում դա էլ արդեն Թաթուլի հետ խոսենք այս համընդհանուր ապահովագրումն է առողջության եւս որպես համակարգներ դրվել եւ դեռ հղկելու շատ տեղեր կան, հա այդ իրավաբանական մասը այդ ամենի դուք ինչպես եք գնահատում, տեսնում ենք, որ այստեղ ասենց առաջամարտիկի դերում ներքին գործերի նախարարությունն է, համաձայն։ Շնորհակալություն, նախ դրական եմ գնահատում այդ առաջընթացը, որովհետև մինչ այժմ երբևիցե նման քննարկումներ չեն եղել, անգամ առաջարկներ չեն եղել, եւ Հայաստանը որից է բանակցային գործընթացին էլ մասնակից չի դարձել Եվրոմիության հետ կապված գոնե վիզաների ազատականացման։ Մենք խոսույթը ունեցել ենք, սակայն գործընթացը չենք ունեցել։ Իսկ այսօր ականատես ենք լինում, որ արդեն իսկ գործող որոշակի գործընթաց է սկսվել, անգամ նմուշները մեզ ցույց տվեցին եւ դա ընդհանրապես քանի որ ներկայացվեց Ռուսաստանի սպառնալիքների մասին, նաեւ իրավական մասով ասեմ, տեսեք, Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձիկ հայտարարում են ինչքան էլ որ ազատականացվեք Եվրոմիությանը վիզաների մասով, միևնույնն է ոչինչ չի տալու դա ձեզ Եվրոպան։ Այսինքն Ռուսաստանի Դաշնությունը ամեն կերպ փորձում է կախյալ վիճակում պահի Հայաստանը, որպեսզի Հայաստանի զարգացման գործընթացներին խոչընդոտներ ստեղծվի եւ առաջընթաց Հայաստանը չունենա։ Իսկ այսօրվա մեր իրավիճակում, երբ որ մենք ընդունելու ենք այդ պատվիրակությունները նախագահներին, վարչապետներին, արդեն իսկ ինչպես նշվեց, ինքը բնականաբար պետք է իրար անցում լիներ։ Իսկ Ռուսաստանի ուղիղ սպառնալիքները դրանք մեզ մոտ արտացոլվում են ձեր կողմից նշված ջերմուկի արգելքները, նախկինում անգամ կոնյակի արգելքները, արտահանման մեր խոչընդոտներ, արհեստական խոչընդոտներ են ստեղծում, այնուհետև ներկայացնում են կրկին ֆորմալ ձևով, որ Եվրոմիությունը մեզ համար ապագա չէ։ Ես գտնում եմ, որ ուղիղ գործընթացը դրական ազդեցություն է թողնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, անգամ այդ վիզաների ազատականացումը միգուցե դա չնչին փոքր քայլ է, սակայն այդ փոքր քայլերով ենք մենք առաջ գնալու մեր պետության զորացման գործընթացին, գտնում եմ, որ պետք է միշտ առաջ նայել։ Նաև սահմանապահ զորքերի օրվա նվիրված այդ ուրեմն շքերթին, հանդիսավոր այդ արարողությանը Հայաստանի վարչապետն էլ հայտարարություն արեց, որ մենք գնում ենք դեպի մեր ամբողջ ուրեմն այդ սահմանը ամբողջ պարագծով Հայաստանի սահմանապահ զորքերի բացառիկ հսկողության ներքո վերցնելու, այսինքն ռուսական սահմանապահ զորքերի դուրս բերմանն ենք մենք պատրաստվում,
Սա եւս այդ առանց վիզաների ռեժիմի պահանջներից մեկն է, որ մեր սահմանները մենք պետք է վերահսկենք։ Միանշանակ։ Եվ ինչն է ուշագրավ, որ այդ սահմանապահ զորքերի արդիականացման, ռեֆորմի, ընդլայնման, հզորացմանը Հայաստանը համագործակցում է Միացյալ Նահանգների հետ եւ մենք հաղորդագրություն տեսանք Միացյալ Նահանգների դեսպանության կողմից, որ մեծ պատվիրակություն է եղել Միացյալ Նահանգներում, ընդ որում թե իրենց վարչական մարմիններում սահմանապահ զորքերի, թե բնակավայրերը մաքսային կարողություններն էլ եւս եւ հիմնականում ամերիկա-մեքսիկական սահմանի վրային այդ բնակավայրերը, հա, Տեքսաս նահանգում, Էլ Պասո եւ այլն։ Դա էլ իր դրական կողմ ունի, քանի որ մենք համարվում ենք անկախ ինքնիշխան պետություն, ես գտնում եմ, որ այդ գործընթացն դրական հետևանքներ է թողելու, որովհետև մենք ունենք մեր սահմանները, մենք ունենք մեր քարտեզի աշխարհում, մեր քարտեզը սահմանազատված եւ նպատակահարմարությունը որտեղ են որոշել, որ պետք է ռուս սահմանապահները լինեն, այլ ոչ թե հայ սահմանապահները։ Եվ ինչքան որ մենք խոսում ենք Հայաստանի անկախության մասին, մենք պետք է բոլոր ռազմավարական ուժերը տանենք դեպի հայկական։ Սա է խնդիրը, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում հարմարվել այդ իրողության հետ եւ տարբեր մեսիջներ է ուղարկում, նաեւ սպառնալիքների տեսքով գործընթաց է սկսել։ Դա բնական է եւ ինչպես նշվեց, չպետք է դրանից խոճապի մատնվել, եթե մենք փորձենք խոճապի մատնվել, այսինքն կրկնել նախկինների փորձը, դեռևս առաջիկա նախկին 30 տարիների նման մենք առաջիկայում է պետք է նույն տեմպերով, նույն զարգացման փուլերում մնանք։ Իսկ քանի որ մենք անընդհատ փորձում ենք զարգացնել իրավական դաշտից, ես ասեմ, որովհետև մենք փորձում ենք դրսի եվրոպական փորձը բերել, ամերիկյան մոդելները բերել, օրենքի տեսք տալ եւ փորձել կիրառել Հայաստանի Հանրապետությունում, բայց կա մեր մոտ մի իրավիճակ, որ մենք դեռևս չենք հրաժարվում այդ սովետական ռուսական օրենսդրական հիմքերից։ Վիշինսկիի եւ Աղավան Հովսեփյանի դեպրոսներից։ Այո, կոնկրետ։ Որն էլ կրկին իրավական առումով կոլապսների է բերում։ Այսինքն մենք ուզում ենք եվրոպական մոդելներ, ամերիկյան մոդելներ կիրառել իրավական դաշտում, սակայն ռուսական խոչընդոտող բոլոր գործիքները մեզ կանգնեցնում են նույն տեղում։ Մերսեդեսի շարժիչը դնենք 50-ի մեջ, էլի մոտավորապես։ Մոտավորապես։ Դրա համար այս օրերին Ռուսաստանում են անում իդեպ։ Ռուսաստանին, որովհետև միակ նպատակը ես գտնում եմ այս իրողության մեջ գնահատելով իրավական մասով իրեն հպատակ դարձնելն է, որովհետև տեսեք, երբ որ Ուկրաինայի հետ պատերազմը սկսվեց, ինչ է անում Ռուսաստանի Դաշնությունը, առաջին գիծ ուղարկում են հենց էմիգրանտներին, ովքեր ստացել են ռուսական ռուսներին։ Ոչ ռուսներին։ Եվ ցեղասպանություն է անում տեղի ունենում։ Ամենաառաջինը արդեն վերացել են։ Եվ սպառնալիքները որտեղ են դրսևորվում կամ ռազմաճակատ կամ հրաժարվել ռուսական անձնագրից, աշխատանքից, կացությունից եւ այլն։ Եթե անձը երկար տարիներ այնտեղ, ես բազմաթիվ հայեր գիտեմ, ովքեր հաշվառման զինվորական կոմիսարիատում հաշվառման չեն գնում, ապրելու իրավունք ունեն, հաշվառման չեն գնում, որովհետև մտավախություն ունեն։ Բայց քանի որ իրենց աշխատանքը, ընտանիքի կեցությունը կապված է Ռուսաստանի Դաշնության հետ, փորձում են հնարավորինս խուսափել։ Հայերի մի զանգված էլ կա, որ իր հայրենիքը կապում է Ռուսաստանի Դաշնության հետ։ Դա անուղելի է։ Հա, այդ զանգվածն էլ մենք ունենք եւ զոհվում են հանուն, այստեղ կարելի ասել ոչնչի։ Հանուն ոչնչի։ Թաթուն այս բանը հիշեցի, մենք ենք մեր սարերը ֆիլմի են Ազատ Շերենցի մարմնավորված հերոսին, հա, որ ասում էր ասում էր ամուսնանալը չլիներ, ես լողացողը չէի։ Հիմա այս վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները չլիներ, այս առողջապահության համընդհանուր ապահովագրման համակարգը, չգիտեմ, կմտներ թե չէ։ Մենք մասնավոր զրույցների ժամանակ դուք ասում եք, որ
մեծապես օրենսդրական մեծ աշխատանքը sense նախագծի ձևով վաղուց էր պատրաստ, ուղղակի մեկնարկ չէր տրվում, հիմա տրվեց, այսինքն այս process-ը մերձեցման այստեղ էլ նպաստեց եւ շահեց քաղաքացին։ Խնդրեմ։ Մենք դեռ կանդրադառնանք առողջության ապահովագրությանը։ Դե մենք մի առանձին հաղորդում պետք է նվիրենք դրա դետալները, պատմությունը, ամբողջ այդ գործընթացի սկիզբը, ինչ որ փուլեր երբ որ կարելի էր ներդնել, բայց հապաղել ենք, 20 տարի հապաղել ենք այդ համակարգը։ Եթե այդ ներդրած լինեինք օրինակ 2005 կամ 6 թվականին, որ այդ դեպքում բարենպաստ պայմաններ կային, ապա մենք հիմա կունենայինք արդեն կայացած ապահովել։ Այն դեռ իր սկզբնական փուլում է, բազմաթիվ խնդիրներ կան, բայց այդ վիզաների ազատականացման կոնտեքստում չափազանց կարևոր է, որպեսզի պետությունը ունենա իրենց քաղաքացիների ապահովության համակարգ։ Այսինքն Եվրոպական միության երկրները մտահոգ են, որ եթե այստեղ մեր քաղաքացիները հասանելիություն չունեն բուժօգնության, շատ դեպքերում արտագաղթում են կամ մեկնում են եվրոպական պետություններ եւ բեռի են վերածում այդ պետությունների համար այն դեպքերում, եթե դրա անհրաժեշտությունը չկա։ Եվ դա բերում է բազմաթիվ խնդիրների։ Հիմա դա թողնենք առանցին քննարկման, որովհետեւ դեռ խնդիրներ կան եւ հուսով եմ, որ երբ մենք քննարկենք, ես մանրամասն կներկայացնեմ, թե ինչպիսի բացեր կան օրենսդրության մեջ, ինչպիսի բացեր կան ինստիտուցիոնալ առումով այդ համակարգի կայացման, բայց բոլոր դեպքերում պետք է արձանագրենք, որ այն սկիզբը դրվել է եւ վստահ ենք, որ հաջորդ կառավարությունը ձևավորող այդ բոլոր խնդիրները, որոնք այսօր կան, կլուծվեն եւ օրենսդրության եւ ինստիտուցիոնալ մակարդակով։ Հիմա վերադառնանք մեր եւ Եվրամիության հարաբերություններին։ Այստեղ պետք է մենք արձանագրենք հիմնվելով պաշտոնական հաղորդագրությունների վրա, որովհետեւ մենք չենք մասնակցում այդ բանակցություններին, հա։ Մենք հենվում ենք եւ Եվրամիության պաշտոնյաների եւ մեր պետության պաշտոնյաների հայտարարություններին։ Իսկ դրանք այս ասելով անձամբ մենք եւ մեր քաղաքացիները, որոնք հետաքրքրված են, որոնք հետևում են այդ գործընթացին։ Պաշտոնական հաղորդագրություններ, հարցազրույցներ եւ երկու կողմից էլ հայտարարվում է, որ երբեք մեր Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության հետ հարաբերությունները չեն եղել այսքան բարձր մակարդակի եւ դրանք ունեն դրական դինամիկա, այսինքն ել ավելի սերտանալու հնարավորություն ունեն։ Գաղափարժողովները, որոնք դուք նշեցիք, էական նշանակություն են ունենալու այդ սերտացումը խթանելու եւ այն գործընթացները, որոնք այսօր կան Հայաստանում Եվրամիության ինտեգրման հետ կապված, վստահ եմ, որ եւ երկկողմանի հարաբերությունները Եվրամիության առանձին երկրների հետ եւ Եվրամիության հետ ընդհանուր առմամբ մեծապես նպաստելու են մեր օրակարգի առաջընթացին։ Եթե դիտարկենք ինչպիսի ջղաձգումներ են առաջանում հյուսիսում, հա, Մոսկվայում, եկեք մեծ ուշադրություն չդարձնենք դրանց վրա այն առումով, որ մենք շեղվենք մեր օրակարգից։ Ինչ եմ դա ասում։ Մեր եվրովերանորոգումից։ Տեսեք, մենք արդեն մի 6 տարի է, չէ՞, մենք տեսել ենք ինչ է կատարվում։ Հայաստան, Ռուսաստան, ընդ որում դրանք հայ-ռուս հարաբերություններ չեն, դա Հայաստան-Ռուսաստան պետական հարաբերություններ են։ Մենք տեսնում ենք, թե պետությունների մեջ հարաբերությունները ինչ վիճակում են։ Եվ այստեղ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ մեր օրենսդիր մարմինը ոչ մի քայլ չի արել այդ հարաբերությունները վատացնելու համար։ Մենք կարող ենք դա արձանագրել։ Ինչ որ արվել է Ռուսաստանի կողմից։ Եվ ինչքան այդ ջղաձգումները, այդ հայտարարությունները ինչքան էլ խստանում են,
այդ այսպես ռիսկեր են առաջացնում եւ այլն, Մոսկվայում պարզապես պետք է հասկանան, որ ցանկացած ելույթ դա լինի խոսնակի նախագահի, դա լինի արտգործնախարարության խոսնակի, արտաքին գործերի նախարարի, իրենց պետդումայի падգամավորների, դա կարող են լինել առանձին բլոգերներ եւ այլն, հա, ռոպագանդիստներ, ինչքան նրանք սրում են իրավիճակը, այնքան իրենց օրակարգը այստեղ մաշվում է։ Այնքան մեր քաղաքացիները ավելի եւ ավելի են նրանց մոտ ամրապնդվում այն մտայնությունը, որ այդպիսի գործընկեր մեզ պետք չէ։ Եվ դա պետք է հասկանան։ Ցավոք սրտի դա չեն հասկանում։ Իրենց թվում է, որ այս ընտրություններից հետո ինչ որ հեղափոխություն են անելու Հայաստանում եւ իշխանություն են գալու այնպիսի ուժեր, ասենք թե, չգիտեմ, խմբեր ասենք, ինչ ասենք, չգիտենք, ինչ են, ասենք ուտեք, քաղաքական օրակարգ ընդհանրապես գոյություն չունի։ Կա հակամարտություն։ Ցավալիորեն այսօր մեր քաղաքական դաշտում ձևավորված են հակամարտող կողմեր։ Այսինքն մեծամասնությունը, որը այսօր կառավարում է, եւ այն այսպես կոչված ընդդիմությունը, որը գտնվում է հակադիր դաշտում։ Նրանք ոչ թե մրցակիցներ են, այլ հակառակորդներ։ Սա չափազանց վտանգավոր է։ Մենք պետք է մեր քաղաքացիներին հստակ ներկայացնենք, որ մենք չենք ողջունում այդ հակամարտությունը։ Մենք չենք ողջունում թշնամությունը։ Եվ մեր օրակարգը, հա, հանուն հանրապետության օրակարգը բացառապես որևէ կապ չունի այդ երկու, ասենք, թևերի բևեռների հակամարտության հետ։ Ընդհակառակը մենք պետք է բերենք խաղաղություն մեր տան մեջ, հա, մենք պետք է խաղաղություն բերենք ազգային ժողովում, մենք պետք է իրենց ձայնը բերենք ազգային ժողովում, մենք պետք է ցույց տանք, թե ինչպիսի մշակույթ պետք է լինի խորհրդարանում, ինչպիսի քննարկումներ պետք է լինեն առանց թթու խոսքերի, հայհոյանքների, մեղադրանքների եւ այլն, այսինքն ժամանակի կորուստ է դա։ Հիմա ես կարծում եմ, որ այս գաղափարժողովներից հետո եվրոպական օրակարգը ավելի կուժեղանա Հայաստանի Հանրապետությունում եւ հույս ունեմ, որ ընտրություններից հետո բոլոր այն զարգացումները, որ մենք այսօր ունենք, արձանագրում ենք, որ ունենք, դրանք նոր խթան կստանան։ Ես հատկապես կարևորում եմ Ֆրանսիայի նախագահի այցը, որովհետև պետական այց է եւ բացի Եվրամիության հետ մեր ընդհանուր հարաբերություններից մենք երկկողմանի հարաբերություններ պետք է ունենանք Եվրամիության երկրների հետ։ Ֆրանսիան կարծես թե նայում ենք առաջամարտիկն է, մեր ամենա, այսպես բարեկամ։ Ֆրանսիայում չկա որևէ մարգինալ ուժ, հա, որևէ քաղաքական ուժ, ծայրահեղ ձախերից մինչև ծայրահեղ աչեր, որ հազվագյուտ հարցերից է, որտեղ կա տոտալ կոնսենսուս Հայաստանի հետ քաղաքական եւ ամեն առումներով, նույնիսկ կրոնական, այսպես ասած, ոչ քրիստոնյա կազմեք, բոլորը ողջունում են Հայաստանի հետ հարաբերությունները եւ Ֆրանսիան մեր այս պահին ամենա, այսպես ասած, հուսալի եւ բարեկամ երկիրն է։ 17 թվին տեղի են ունենալու նոր ընտրություններ, հա, նախագահի Մակրոնի, այսպես ասած, իր կադենցիայի ավարտն է եւ մենք պետք է այս մոտակա 1 տարին շատ արդյունավետ օգտագործենք Հայաստանի ինտեգրմանը, հատկապես այն նոր Եվրոպայի, որ այսօր ծագում է, դա կոչվում է նաեւ ռազմաքաղաքական գործընկերություն։ Եվրոպական միությունը իր տնտեսական, ասենք, բնույթից բովանդակությունից վերածվում է նաև ռազմաքաղաքական։ Եվ այստեղ մենք շատ շահագրգռված ենք, որպեսզի Եվրոպական միությունը եւ առանցին երկրներ սպասարկեն մեր ռազմաքաղաքական շահերը, բայց նաև դա փոխադարձ է։ Հայաստանը նույնպես պետք է սպասարկի Եվրամիության ռազմաքաղաքական շահերը։ Ձեռքը ձեռք է լվալ։ Համառն կա շահերի միջև։ Ուրեմն այս գագաթնաժողովը նաև մեկնարկելու այն պայմաններում, երբ Հայաստանում 22 թվականից առաքելություններ մեր սահմանների մոնիթորինգ իրականացնող հիմա
հենց արդեն ինստիտուցիոնալ մակարդակով արդեն երկրորդ առաքելությունն է տեղակայված, որը ոչ միայն հիբրիդային վտանգների, հիբրիդային սպառնալիքներին դիմագրավելու հարցերում է Հայաստանին օժանդակելու, այլև Հայաստանի դիմակայունության ուղղված, այո, կանխարգելելու։ Այո, եւ իմունիտետի վրա, այսպես ասենք։ Իդեպ այդ հարցը 24 թվականի ապրիլի 5-ի այն երրակողմ հավաքի, երբ Փաշինյան, ֆոն դեր Լայեն, Անթոնի Բլինքեն Բրյուսելյան հանդիպումը տեղի ունեցավ եւ հայտարարություն ընդունվեց, այդ resilience բառը մի քանի անգամ sense կարմիր թելով անցնում էր, որովհետեւ ամեն ինչը այդ տրամաբանության մեջ էր։ Հիմա մենք ունենք երկրորդ առաքելությունը եւ մենք տեսնում ենք, որ ինչպես եւ առաջինը, սա եւս թիրախավորված է մեր սուվերենության հակառակորդների կողմից։ Հիմա, ինչպես նաեւ Թաթուլն էլ ասաց, որ Ֆրանսիայի նախագահն է պետական այցով գալու, բայց մի քանի առաջնորդներ պաշտոնական այցով են գալու։ Իհարկե, ոմանք էլ աշխատանքային այցով ուղղակի բազմակողմ ձևաչափին մասնակցելու եւ ըստ ամենայնի Ուկրաինայի նախագահը եւս կգա, որոշ ղեկավարներ էլ կամ վաղօրոք են այցելում Ադրբեջան, որ հավասարակշռեն կամ հայտարարում են այն մասին, որ սրանից հետո մի հատ էլ Ադրբեջան կգնան, մոտեցումը տարածաշրջանային է, հա, այսինքն մեր հետ հարաբերությունները արժևորվում են նաև տարածաշրջանային համատեքստում։ Իդեպ ես խնդիր չունեմ դրա հետ։ Եվ ես կողմ եմ նույնիսկ դրա հետ, որ սա տարածաշրջանային է։ Աշխարհագրություն եւ թվաբանություն, այդ երկու բանի դեմ չենք կարող գնել։ Իդեպ արդեն գիտեք, որ Մարիա Զախարովան բողոքել է այդ երկրորդ առաքելությունից Եվրամիության, իդեպ ես անհանգստանում եմ, երբ ռուսները չեն բողոքում։ Երբ իրենք բողոքում են, ես հասկանում եմ, որ մենք ճիշտ ուրեմն մենք ճիշտ բան ենք անում։ Ես սկսում անհանգստանալ, երբ բողոքներ չեմ լսում։ Ուրեմն մենք ինչ-որ մի բան չենք անում։ Մի բան բաց ենք թողնում։ Ինչ չենք անում, որ իրենք չեն բողոքում։ Բայց նաև այստեղ կարելի է զուգահեռներ անցկացնել, օրինակ Brexit-ի հետ։ Հիշում եք Միացյալ Թագավորությունը, հա, երբ այնտեղ քննարկումներ կային եւ այլն, բայց ինչ քաղաքակիրթ ձևով ընկերաբար բաժանվեց, չէ՞։ Բան որում ռազմավարական հարթության տնտեսական խնդիրներ։ Բայց հիմա տեսեք, թե բայց ռազմավարական մակարդակով համագործակցությունը ոչ միայն շարունակվում է, այլ ավելի է սերտացել։ Բայց դուք լսում եք այսպիսի սպառնալիքներ, ինչպիսին մենք օրինակ լսում, օրինակ Բրյուսելից կամ չգիտեմ Փարիզից, Բերլինից, մնացած տեղերից այդ սպառնալիքները, որոնք մենք լսում ենք Մոսկվայից այս օրերին, այս ամիսներին, որ այ դուք դուրս գաք ԵԱՏՄ-ից, սա կլինի, նան կլինի, եւ այս կեղտոտ կացնային քաղաքականությունը, որ մենք տեսնում ենք, այս նվա դիվանագիտությանը, որ մենք առերեսվում ենք այս օրերին, հա, փաստորեն տեսեք իրենք ինչ են անում, իրանք ոչ թե փորձում են սիրաշահել, ցույց տալ, թե որքան կարևոր է հայ-ռուսական հարաբերությունների ընդհանրենք տնտեսական համագործակցությունը, թեթև տանել գոնե, էլի, հա։ Օգտագործում են, իրենք փորձում են մեզ պատժել, ջերմուկը, լարսը, հեղուգազը, մյուսը, որովհետև Եվրոպայի քաղաքական կուլտուրան չի սերում միջնադարյան մոնղոլներից ի տարբերություն։ Իդեպ դուք ասացիք եվրոպական բան, եվրոպական օրակարգ։ Այդ եվրոպական օրակարգն ինչ է։ Դա զարգացման օրակարգն է։ Հիմա եւ ասում եք նաեւ մենք չենք անում հակառուսական ինչ-որ գործունեություն, չէ՞։ Որ ազատ զարգացում։ Մենք անում ենք որևէ պրո-հայկական բան, որն ապրիորի դառնում է հակառուսական։ Այսինքն եթե մենք ուզում ենք լավ ապրենք, իրենք հայտարարում են, որ դա հակառուսական է։ Դες շատ չոր եմ ասում։ Դե կներեք հիմա ինչ անենք, մենք չուզենանք ավելի լավ ապրենք, չուզենանք օրինակ որ Երևանի փողոցներում նորմալ ասֆալտ, եվրոպական ստանդարտի ասֆալտ լինի, որպես ամեն տարի կարկատան չանեն, որ մի անգամ անեն եվրոպական ստանդարտներով, եւ այդ ասֆալտը տարիներով մնա։ Հիմա մենք մեղավոր ենք, որ մենք ուզում ենք լավ կրթություն, նորմալ իրավական համակարգ, որ մենք ուզում ենք այդ առողջապահական համակարգը գործի։ Մենք ուզում ենք լավ ապրենք, ուզում ենք Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին բարեկեցիկ կյանքով ապրի։ Բայց ինչ անենք, որ այդ շահերը եւ ազատ Հակոբյանը Ռուսաստանի Դաշնության VPN-ով
VPN-ների ձեռը կրակն ընկնի ինչ որ մի տեղեկատվությանը հասանելիություն ունենալու համար, ոնց որ հիմա մենք տեսնում ենք, թվային բանտի է վերածված։ Գիտեք, մենք տեսնում ենք, որ բոլոր այդ ջղաց ձգումները ինչ որ տեղի են ունենում Մոսկվայում եւ այն հայտարարությունները, որ մենք լսում ենք, նույնիսկ մեր պետության ղեկավարի այցերից հետո, այցերի ժամանակ մենք տեսնում ենք, որ մեր կառավարությունը վարում է շատ զգուշավոր քաղաքականություն։ Եվ դա նորմալ է, որտեղ գործ ունենք մի երկրի հետ, մի պետության հետ, որը դարեր շարունակ ուղղակի էքսպանսիոն քաղաքականություն է վարել եւ կլանելով, բռնակցելով պետություններ, ժողովուրդներ ստեղծել է մի ահռելի տարածքով ահռելի պետություն, բայց հզորությամբ այսօր զիջում է նույնիսկ Եվրամիության անդամ երկրներից շատերին, հա, մեկ երկրի, իր ամբողջ տնտեսական հզորությամբ։ Մենք իհարկե պետք է շատ զգույշ լինենք մեր հարաբերությունների մեջ, բայց նաև պետք է խիզախ լինենք եւ կարողանանք իրերը կոչել իրենց անուններով։ Ամեն ինչի մասին չէ, որ մենք պետք է արձագանքենք։ Այսինքն այնտեղ ինչ որ յան ազգանունով ինչ որ մարդիկ կան, հա, մանկուրտներ, այդպես են կոչում իրեն։ Հա, բայց նրանք լիազորություններ ունեն։ Կարապետյանի հոգի եղբայրներ։ Տեսեք, մենք երբ որ մտնում ենք այդ պոլեմիկայի մեջ նրանց հետ, մենք ուժեղացնում ենք իրենց։ Այսինքն, այսպիսի մի մոտեցում կա բնության մեջ։ Եթե դիմացինը չար է, այդ չարությամբ համակված մարդու հետ, դու պետք է այնպես անես, որ իր չարությունը պարպի։ Մենք իհարկե Ռուբենը վստահ եմ իմ հետ համաձայն չի այս հարցում, բայց ես կարծում եմ, որ որոշ դեպքերում մենք պետք է պարզապես արհամարենք անկարևոր մարդկանց հայտարարությունները։ Բայց եթե օրինակ մեր ապրանքների համար խոչընդոտներ են ստեղծում, դրա համար կա սննդի անվտանգության տեսչություն, որը իմիջայլոց հայտարարել էր, որ իրենց պաշտոնապես չեն տեղեկացրել։ Պաշտոնապես չեն տեղեկացրել։ Այսինքն դա նշանակում է արհամարանք ուղղակի պետական կառույցների, որտեղ եթե հարաբերություններ եք ուզում, ուրեմն հարգալից եղեք, գուցե տվյալ ապրանքը ունի խնդիր։ Մենք չգիտենք, հա, գուցե խնդիր ունի։ Այդ խնդրի վերաբերյալ պետք է բարի դրացիական տեղեկացնել համապատասխան տեսչությանը։ Պետք է այստեղ համապատասխան ստուգումներ արվեն եւ այլն, փաստվեն կամ հերկվեն։ Այսինքն հենց այնպես վերցնել եւ արգելել, դա նշանակում է ոչ բարեկամական քայլ է։ Եվ այդպիսի ոչ բարեկամական քայլեր մենք դեռ շատ ենք տեսնելու մոտակա ամիսների ընթացքում եւ նախընտրական այսպես գործընթացի, հետընտրական գործընթացի մենք պետք է ունենանք դիմակայունություն, ինչպես դրա մասին բազմիցս խոսել ենք, եւ մենք պետք է շատ ավելի կուռ լինենք որպես հասարակություն, որպեսզի մեր հասարակության մեջ խժդժություններ, լարվածություն, հա, այդպիսի ուրեմն միջավայր չկարողանան ստեղծել հետընտրական զարգացումների համար։ Մինչև հետընտրական զարգացումները ես կասեի արդեն իսկ Մոսկվան աշխատել է նախընտրական զարգացումների վրա եւ մեր քաղաքացիներին բաժանել է երկու մասի։ Ովքեր ռուսամետ են, ովքեր ռուսամետ չեն եւ ովքեր որ հակառուսական քարոզներով կամ խոսույթով են հանդես գալի, համարում են Ռուսաստանի թշնամիներ եւ նմանատիպ այլ իրավիճակներում հայտ։ Խոսքը Հայաստանի սուվերենության մասին։ Երբ որ մենք բացի մեր սահմաններից դուրս, մեր իրավունքներից դուրս, մեր միջազգային պայմանագրերից դուրս ոչինչ չենք ուզում։ Մենք ուզում ենք լիարժեք, պատշաճ կերպով բոլոր պայմանագրերի կողմերը կամ նմանատիպ իրադրության կողմերը կատարեն իրենց պարտավորությունները։ Եթե մենք խոսում ենք միակողմանի դադարեցման կամ կտրուկ ձեր ասած բեսպրիձել վիճակը, այդտեղ խախտվում է որոշակի մեր պետության
հիմնարար իրավունքները։ Եթե մենք հանդիսանում ենք ԵԱՏՄ անդամ, եթե մենք ունենք ապրանքների ներմուծման արտահանման պարտավորություններ եւ իրավունքներ, որտեղ թե բազմակողմ, թե երկկողմ ձևաչափ, որտեղ է գրված, որ առավելություն պետք է ունենա Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ։ Ինքը առավելություն ունի մեկ առումով՝ իր սահմանների մեծությամբ, բայց դիվանագիտական առումով մենք պակաս չենք։ Ինձ պակաս չեմ համարում Լուսինե այդ իրենց բաժանած ճամբարների մեջ։ Հենց իրանք են բաժանել։ Դուք անուններ եք նշում Սամվել Կարապետյան, Ես օրինակ ինձ չեմ համարում հակառուս, որովհետև ես համաձայն չեմ Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հետ։ Դուք կարող եք չհամարել ձեզ այդպիսին են համարում։ Այդպիսին են համարում ես կբաժանեի հպատակ եւ ինքնիշխան քաղաքացիների միջեւ։ Մենք պետք է պաշտպանենք Հայաստանի Հանրապետության, այսինքն մեր գաղափարը եւ այլն։ Մեր գաղափարը եթե դրա համար մենք պետք է ինչ որ մեկի հետ հակադրվենք, ուրեմն պետք է հակադրվենք։ Նրանց հետ ովքեր դեմ են մեր սուվերենությանը, ինքնիշխանությանը։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք հակառուսական որևէ իրենց ավելի լավ են զգում Հայաստանում, քան Ռուսաստանում։ Իմիջիայլոց աշխարհի իրենք բոլորը նշում են մի քանի տասնյակ հազար ռուսները Ռուսաստանի քաղաքացիներ, ոչ մեկ, փախած եկած տարբեր ազգեր։ Ռուսաստանից եկած տարբեր ազգերի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, որոնք բոլորը փաստում են, որ չկա աշխարհում ավելի ապահով, ավելի գեղեցիկ, ավելի լավ երկիր, որտեղ իրենք իրենց լավ են զգում։ Եվ ազատ։ Եվ ազատ։ Չկա իրանց ինչից եւ փախել են։ Եվ իրենք հնարավորություն ունեն նաեւ աշխատելու այստեղ։ Եվ բարիք ստեղծելու եւ եկամուտ ստանալու։ Եվ նշում են, որ գիշերվա ցանկացած ժամի ազատ կարող են զբոսնել այնպիսի փողոցներով, որտեղ վտանգ իրենց չի սպառնում։ Ես հիշում եմ Եվրաքվեի ստորագրավակի ժամանակ Ռուսաստանից եկած ռուսաստանցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերածները գալիս եւ ստորագրում էին, ասում են այո, մենք ուզում ենք Հայաստանը լինի Եվրոպական միության անդամ։ Ես նաեւ հիշում եմ, որ Ռուսաստանից եկած այդ էմիգրանտները, որոնք Հայաստանի քաղաքացի չէին, ու դե չեն կարող ստորագրել, ուղղակի ողջունում, այսպես ձեռքները սեղմում եւ ասում էին, որ մենք ձեր կողմից ենք, որովհետեւ երբ սա հաջողի, դրանից մեզ ավելի լավ կլինի այստեղ։ Այսինքն սրանք ուղղակի փաստեր են եւ դատարկ տեղը չեն, հա, այսպես ասեմ։ Քանի որ, կներեք, քանի որ առաջիկայում ընտրություններ են, ես կարծում եմ, որ այս ակտիվությունը նաև ինչ որ միտեղ կապված է նաև այդ ընտրական գործընթացների հետ եւ մեր քաղաքացիները, երբ որ ես նշում եմ երկու մասի են բաժանվել եւ պրոռուսական, հակառուսական նման իրավիճակներում քաղաքացիներին ճիշտ չի մատուցվում։ Ոնց որ ճիշտ չի մատուցվում ընտրացուցակում, երբ որ տվյալ անձը չկա, սակայն քաղաքացիներին օրինակ նայում ես, ասում են դուք ոնց եք գնահատում Սամվել Կարապետյանին երկրի ղեկավարի պաշտոնում։ Քաղաքացին պարզ պատասխանում է շատ նորմալ, որովհետև տվյալ անձը ինձ համար գնել է մեքենա, ես մեքենայով գնում եմ աշխատանքի։ Այն նման պատասխան են տալի։ Եվ նման նստվածքները նախընտրական փուլերում միանշանակ բաժանելու են երկու մասի։ Ես ձեր ասացնել եմ հասկանում։ Բայց դա քաղաքականության հետ ու քաղաքական նախապատվության հետ կապ չունի։ Դա ապագայի հետ ինչ անձնական ինչ-որ նվիրվածության մասին։ Դրա համար մեր քննարկումները, մեր բացատրությունները հենց այդ քաղաքացիների շրջանակին է վերաբերվում, որպեսզի ավելի ճիշտ ընկալեն, թե պետությունը ինչի է այս քայլը անում կամ չի անում այն մյուս քայլը, եւ եթե իրենք կատարեն այդ քայլը, ուր են գնալու եւ ուր են հասնելու։ Այս է խնդիրը։ Այս առաջիկա ընտրություններում փաստորեն այս Եվրամիության ուղղությամբ մեր քաղաքականության ճակատագիրն է որոշվելու մեկ։ Մեր երկրի սուվերենության, ինքնիշխանության հարցն է նաև քվեարկվելու անվտանգության անվտանգության դիմադիր իշխանության, ինքնիշխանության հարցը նաև։ Այո, եւ խաղաղության հարցը։ Մեր գործընկերությունների այս ձևավորվող տարածաշրջանային փոխկապակցվածության եւ խաղաղության
ճարտարապետությունն է դրվում քվեարկության եւ իզուր չի որ ռուսական ռոպագանդայի գլոբալ top հնգյակի մեջ թիրախների մտնում է Հայաստանը։ Այդ արդեն մեր գնահատականը չի, այդպես են այդ ուղղությամբ մոնիտորինգով զբաղվող մասնագիտացված կազմակերպությունների տվյալները, հա։ Իդեպ խոսքը գնաց Արամ Աբրահամյանի մասին, ես պետք է իրեն այս անգամ շնորհակալություն հայտնեմ, որովհետև Կարապետյանները ինքը մեր կողմից է, բայց չի հասկանում։ Կարապետյանները ինչ ասես փորձեցին անել, ցույց տալու, որ իրենք կախված չեն Ռուսաստանից եւ իրենք կապ չունեն Ռուսաստանի հետ, իրենք չգիտեմ, մեծ գումար էին վճարում ամերիկացին լրագրողին, հա, Թաքր Քարլսոնին, սահմանագետ էին բերում, ներմուծում Իսրայելցի գեներալ, հոլանդացի մասնագետ եւ Հունաստանից էին բերում։ Այսինքն մենք կապ չունենք։ Չինաստան, Իրան, Միացյալ Նահանգներ, մեկ սոսում եկել Ռուսաստանի անունը չի։ Ռուսաստանի նախագահը լավ ասաց, բա մեր ընկերներն են ռուսաստանցի։ Հիմա Արա Աբրահամյանն է ասում։ Հիմա իրենք ինչ ասեն, որ Գումարելով նաև Քոչարյանին եւ Ծառուկյանին ստորակետով այսպես։ Իմիջիալոց դա մեկ այլ բան էր, որ իրենք փորձում են ամեն կերպ ցույց տալ, որ իրենք կապ չունեն նախկիների հետ։ Այնինչ էլ առաջին նախագահը փորձում էր դաշին կազմել Սամվել Կարապետյանի հետ ունենալով սեփական տեխնացուին։ Դու մեզ պետք չի։ Էլ Ռոբերտ Քոչարյանն էր, հիշում եք, իր հարցազրույցում ժամանակ ասում էր, որ մենք դիտարկում ենք իրենց այդ համագործակցությունը, էլ երրորդ նախագահն էր ասում այն բանը։ Այսինքն այն որ ասում է երկու անգամ էլ լոգան կընդունեն մի հատ առավոտյան, մի հատ երեկոյան, իրենք չեն կարող ձերբազատվել ոչ նախկիններից, ոչ էլ ռուսներից։ Այսինքն այդ դաջվարդն իրենք ոչ էլ կարող են մաքրվել։ Անհնար Այն կեղտից, որ կուտակվել է տասնյակ տարիների ընթացքում։ Տեսեք այդ պերսոնաժների անունները, որ տալիս եք, ես ճիշտ ասած դեմ եմ, որ մարդկանց անունները հնչեցնենք։ Մենք նրանց կարևորում ենք, կարծես թե դրանով։ Նրանք ինչքան խոսում են Հայաստանի պետության, գործող կառավարության, ազգային ժողովի, մեր պետական կառույցների դեմ, տեսեք, ես չեմ օգտագործում իշխանություն, որովհետև իշխանությունը այնտեղ է, ժողովրդի ձեռքին է։ Կա մեծամասնություն, կա կառավարություն։ Նրանք ինչքան քննադատեն, ինչքան վատ, այսպես ասած, խոսույթ ուղարկեն դեպի Հայաստան, այնքան Հայաստանի քաղաքացիների մոտ այդ հակակրանքը իրենց նկատմամբ եւ իրենց կողմից պաշտպանվող մարդկանց նկատմամբ ավելի է մեծանալու։ Թողեք թող խոսեն։ Ինչքան ուզում են թող խոսեն։ Իրենք մեր կողմից են, բայց չգիտեն, իրենք կորցրել են իրենց ամբողջ այդ կողմնորոշումը աշխարհում։ Իրենք մեկուսացել են այդ պետությունը մեկուսացել է ոչ մի հարևան չի ուզում շփվել։ Բոլորը շփվում են, այսպես ասած, զգուշավորությամբ, որպեսզի մեր ընկերներից մեկը մի բան ասեց, նոր ասեց, վիրավոր Գազան է, վիրավոր է։ Այո։ Վիրավոր է Ուկրաինայում արունածոր ալի։ Վիրավոր Գազանի հետ պետք է զգուշ լինել, էլ այդպիսի Գազան։ Ֆինլանդիայի նախագահը հայտարարեց, որ ամսական 30-50 հազար զինվոր են իրենք բոլոր կորցնում։ Բոլոր հարևանները այլևս աշխատում են զերծ մնալ այդ թունավոր միջավայրից, որ առաջացել։ լեպրոզորիում Մենք էլ պետք է մեր հասարակության, մեր քաղաքացիներին բացատրենք, զերծ պահեք ձեզ այդ թունավոր խոսույթից, որ ուղղվում է մեր պետության դեմ։ Մի կողմ թողեք։ Ուշադիր, նայեք, հիմա այն խմբերը, որոնց մասին ասում եք, բարբերաբար հիմա բացի նրանից, որ ինչ որ մասնագետներ էին բերել, չգիտեմ ինչ էին արել, համատարած կաշառք են բաժանում։ Եվ ես օրինակ զարմացած եմ, որ այսօր այդ պարզաբանումները դրա վերաբերյալ, որ դա քրորեն պատժելի արարք է եւ կաշառք վերցնել եւ տալը, դրա մասին խոսում է ազգային ժողովի նախագահը եւ փոխնախագահը։ Մեր իրավապահ մարմինները պետք է խոսեն դրա մասին, դա ազգային ժողովի նախագահի խոսույթը չէ, մեր իրավապահ մարմինները պետք է այդ մասին պարբերաբար զգուշացնեն, որովհետև նրանց խոսքը շատ ավելի, այսպես ասած, խիստ կլինի քաղաքացիները, որ հասկանան, որ կան իրավապահ մարմիններ, որոնք աչալուրջ հետևում են այդ ամեն ինչին, հա։
ինչքան էլ հետևում են, էլի հետախույզներ են արդեն, այդպես ասած, նախքին հետախույզը, պատկերացնում եք, այդ խոսույթը, որ լսում ես, ապշում ես, ասում ես, մարդը ոնց կարող է այդպիսինը լինի այսօրվա Հայաստանում, հա? Չհարգի ոչ մեր պետությունը, չհարգի ոչ մեր պետականությունը, մեր քաղաքացուն, լավ։ մեր քաղաքացուն, այսինքն այդ ովքեր են, հանգիստ թողեք, թող իրենց գործունեությամբ տապալվեն, նրանց պետք է ոչ նրանց հետ բանավիճել, ոչ նրանց հետ, այսպես ասած, մեղադրել, կամ փորձել նրանց հետ մրցակցել եւ այլն։ Նրանք ցավոք այսօր ռեսուրսներ ունեն։ Մենք այդ ռեսուրսները չունենք, բայց մեր ռեսուրսը այլ է։ Մեր ռեսուրսը մեր անկեղծ խոսքն է, մեր քաղաքացուն։ Մեր ռեսուրսը մեր ոչ թե արհեստական ինտելեկտն է, այլ բնական ծրագիրը։ Մենք նրանից օգտվում ենք այն դեպքերում, որպեսզի հարստացնենք մեր բնական ինտելեկտը կամ բնական խնդրեմ ունենք դրա համար։ Մենք որպեսզի հարստացնենք մեր գիտելիքները, իհարկե արհեստական ինտելեկտի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, կարելի է դրա մասին նույնպես խոսել, բայց դա զարգացում է եւ մենք չենք կարող այդ զարգացմանը, այսպես ասած, խոչընդոտել իր բոլոր խնդիրներով հանդերձ։ Ցանկանում եմ ամփոփել խոսքս հետեւյալով. մեր քաղաքացիներին ուղղված ուղղակի արհամարեք, մի տարածեք այդ խոսույթը, այն ինչ որ գալիս է։ Ուշադրություն մի դարձրեք այդ մանկուրտների, մանկուրտ են, չէ՞, ճիշտ է։ Այդ մանկուրտների, այդ ստրուկների, այդ ճորտերի, հա, խոսույթին։ Նրանք հայրենիք չունեն, նրանք պետություն չունեն, նրանք արմատ չունեն մեր պետության, մեր հայրենիքում։ Եթե արմատ ունենային, մոլախոտի նման չէին թրջի, հա, դուրս։ Բայց ցավոք իրենց նման, այսպես ասած, անդադ ես վերում եմ այս կենսաբանական օրինակները, որպեսզի ցույց տամ, թե ինչպես են բույսերը, նույնիսկ բույսերը, ինչպես են փորձում իրենց սերմերը տարածել, որպեսզի իրենց արյալը, իրենց ուրեմն քանակը մեծացնել։ Այս մարդիկ ամեն ինչ անելու են։ Ամեն ինչ անելու են խեղելու, շեղելու, վախեցնելու, ահաբեկելու, կաշառելու։ Այդ բոլոր տեսակի մարդկանց պետք է հեռացնել։ Վստահ եմ, որ այս ընտրություններից հետո քաղաքական համակարգը ինչ որ ձևով կառողջանա եւ այն ուժերը, որոնք, հա, այդպիսի մեթոդներ են ընտրել իրենց քաղաքական գործունեության համար, կհայտնվեն լուսանցքում մարգինալ եւ դուրս կմղվեն քաղաքական Աստված առաջ։ Ես շարունակեմ խոսքը պարոն Հակոբյանի, մեր քաղաքացիներին պետք է առողջ դատողություն, ընտրություն կատարելուց առաջ, նաև անտարբերությունը վերանայել, անտարբեր չլինել պետության եւ պետականության ամրության նկատմամբ, պետք է դատել ինքնուրույն իր կամքով եւ գնալ ազատ օգտագործել եւ իրացնել իր ընտրական իրավունքը։ Եվ այդ առողջ դատողության եւ ընտրության մեջ պետք է հասկանալ, թե պետությունը իր ընտրությամբ դեպի ուր է գնալու։ Այս հարցը, երբ որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն տա, ինձ թվում է բանական պատասխան կստանա։ Ես վստահաբար կարող եմ մի բան ասել, քանի որ խոսեցինք ընտրություններից, ես էլի պետք է խոսեմ ընդդիմափոխությունից, ես շատ եմ կարևորում, որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդանական ընտրությունների արդյունքով տեղի ունենա ընդդիմափոխություն, որտեղ որքան էլ վախեցնեն մեզ եռագլուխ հրեշներով, ես վստահ եմ, որ քաղաքացիական պայմանագիրը կլինի իշխանություն, բայց ինձ համար շատ կարևոր է, որպես ընդդիմափոխություն տեղի ունենա։ Մեծամասնություն կլինի, ոչ թե իշխանություն։ Այո, մեծամասնություն կլինի։ Եվ իր համար շատ կարևոր է մենք տեղ գտնենք խորհրդարանում, որպեսզի նաև իշխանությունը լինի իրապես կառուցողական տրամադրված, որտեղ այսպիսի ընդդիմության պարագայում իշխանությունը
արխային վիճակում է գտնվում եւ ինչպես իրենք են շատ ժամանակ ասել, սա աստծուն սա է այսպես ընդդիմությունը։ Այսինքն պետք է այս ընդդիմությունը իրենց ձեռքից վերցնենք ու ասենք մենք ենք քո ընդդիմությունը։ Սրանից հետո դուք մենք մեզ եք հաշվետու։ Մենք թույլ չենք տա որպեսզի Նայրետի գործարանը այսպեսի ուրեմն իրավիճակում լինի, ինչպեսի մեկ վերջերս Չինաստանի արժանանային կամ գույք պարկի դիմաց այդ գործարքը, որ վերջերս որ գործարանի հետ կապված երկարացվեց, մեկ ուրիշին հանձնվեց, մեկ ուրիշը ռուսի։ Լիքը, այո, լիքը բաներ կան, որ եթե մենք լինենք տեղում, մենք թույլ չենք տա որ դա տեղի ունենա։ Այմես կարևոր է որ այնտեղ տեղի, որ մենք այնտեղ լինենք, որպեսզի եվրոպական նաև օրակարգ առաջ տանենք։ Որպեսզի եւ քաղաքական որոշումները եւ ընդունվող օրենքները ունենան որակ, իսկ դա առանց որակյալ բանավեճի չի ստացվում։ Վայրահաճոցը որակ չի բարձրացնում, բայց հաստատապես գցում է որակը։ Շնորհակալություն, շնորհակալություն Թաթուն, շնորհակալություն Լուսինե, շնորհակալություն Արնոլդ, շնորհակալություն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, որ մեզ այսքան դիմացաք։ Մինչ նոր հանդիպում, խաղաղություն եւ բարի նույնցես։